Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը հայտարարեց, որ նախագիծ է բերել խորհրդարան հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը և արդարացումը քրեականացնելու վերաբերյալ։ Այդ հայտարարությունից շատ կարճ ժամանակ անց Ազգային ժողովի նախագահը սկսեց բորբոքել թեժացնել նիստը ու տեղի ունեցավ քաշքշուկ։ Ընդհանրապես, Ազգային ժողովի նախագահը որպես սադրիչ աշխատելու համար շատ հարմար դիրքում է։ Նա նստած է Ազգային ժողովի բարձր կետում, ունի թիկնազոր, ունի Ազգային ժողովի անվտանգության աշխատողներ, որոնք ևս իրականում իր թիկնազորն են, և ամեն անգամ ընդդիմադիրների ելույթներից հետո ռեպլիկներ է անում, վիրավորանքներ, ամբաղ-զամբաղ խոսում է, սադրում է, որովհետև մեկ է, ինքը շատ պաշտպանված է։ Նախկին իշխանության մեջ կային մականունավորներ, վատ համբավ ունեցող падգամավորներ, որոնց անունը իսկ նշանակում էր, որ եթե այսինչ տեղում կան, ուրեմն բորբոքել չի կարելի, տուր ու դմփոց են սարքելու։ Սեյրան Սարոյանը, օրինակ, երբեմն ասում էր, չէ, եթե այսինչ բանը ես ու Շմայսը անեինք, հələ ուրիշ բան, բա դուք։ Հիմա հեղափոխությունից հետո այս տղերքը, որ նախկիններին հռչակել են կրիմինալ, իրենց խեղճ հարիվ, սկսել են անընդհատ պատմությունների մեջ ընկնել։